պատրաստ եմ հարցերին պատասխանել։ ABC Media Սադամակարյան, պարոն Թաթյան, դուք ձեր խոսքում նշեցիք նաև, որ Նիկոլ Փաշինյանը շրջում է Հայաստանում եւ քաղաքացիներին պատերազմում սպառնում։ Նախ ասում է, որ ընդդիմությունը իշխանություն գալու պարագայում չի շարունակելու իրենց խաղաղության օրակարգը։ Դուք շարունակել եք Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, թե ձերն ունեք եւ որն է ձեր խաղաղության օրակարգը եւ պատերազմի մասին տեղեկություններն ըստ որտեղից Փաշինյանին եւ այստեղ ազգային անվտանգության ծառայությունն առնվազն անելիք չունի։ Շնորհակալություն հարցի համար։ Նիկոլ Փաշինյանը պարզապես շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին եւ շահագործում է, օգտագործում է վախերը։ Ակնհայտ է եւ ես նաեւ սրա մասին հայտարարել եմ, որ նա օգտագործում է մեր մայրերի վախերը, մեր հասարակությունում է վախ տարածում եւ բայց իրական պատճառը նրա ձախողումներն են։ Հիմա եկեք հասկանանք, թե մեր հետ կապած օրինակ մենք ինչպես ենք արդյոք այդ պատերազմ քարոզելը ինչով է կամ վերաբերում է մեզ թե ոչ։ Հիմա ես հստակ մի քանի կետով ուզում եմ նշել։ Առաջինը, մենք ասում ենք, որ խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվելու դեպքում մենք էլ պատրաստ ենք ստորագրելու։ Ես ասում եմ, որ մենք հայտարարում ենք, որ TRIP-ը մեզ համար խաղաղություն ապահովող փաստաթուղթն է այս իրավիճակում։ Մյուսը եւ գործնական խաղաղության ապահովելու փաստաթուղթը։ Մենք ասում ենք, որ մենք շարունակելու ենք այն տեղից, որտեղ այն բոլոր հարթակներում, որտեղ կանգնելու է այս իշխանության քաղաքականությունը, այսինքն ոչ թե հայտարարում ենք, որ մենք սկսելու ենք մեր զրոյական կետից, ինչպես նաև ասում ժամանակին ու դրա համար է նաև ձախողումները բերեց։ Եվ ուզում եմ հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը բացատրի, թե որտեղ է այստեղ պատերազմը, ինչպես է նա օրինակ փորձելու ասել, որ սա պատերազմի քարոզ է։ Եվ մեկ բան է։ Ինչով ենք մենք տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Մենք հստակ ասում ենք, որ մեր անվտանգության ու խաղաղության հիմքը մեզ համար ունենալն է արդիականացված ուժեղ հզոր բանակ զսպման կարողություններով։ Հիմա ասեմ այդ զսպման կարողությունները որտեղից է ինչի նաև հիմք ունի։ Տեսեք, այս վերջերս մեր հանրապետություն այցելած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը արեց հայտարարություն, որը զսպմանն էր վերաբերում ու ես դա ուզում եմ անվանենք Վենսի դոկտրին, J.D. Վենսի դոկտրին։ Հիմա ուզում եմ մեջբերեմ նրա խոսքերը։ Ինչ է նա ասում է, ընդ որում այս բառերը նա ասել է Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած ասուլիսի ժամանակ հայտարարություն անելով։ Մեջբերում եմ, խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպման գործիքներ ունենալն է։ Իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցը աշխարհի լավագույն տեխնոլոգիաների օգտագործումն է։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ քո կողքը կանգնած խոսում է զսպման կարևորությունից եւ ասում է խաղաղություն ապահովելու միակ միջոցը, լավագույն միջոցը զսպման կարողությունների զարգացումն է ու ամենալավագույն տեխնոլոգիաներով դու այս հայտարարությունները թողում ես հաշվի առնելով, որ Ալիևի ասացները պետք է անես, հելնում ես հայտարարում ես, ասում ես բանակը իմ համար երկրորդական է, նշանակություն չունի։ Դրա համար մենք ասում ենք, որ մեզ համար առաջնայինը, այո, այս խոսքերն էլ գալիս են ապացուցելու, որ աշխարհն էլ այդպես է ընդունում։ Զսպման կարողություններ ունեցող բանակը հենց ունեցող երկիրն է կարող ապահովել խաղաղություն։ Եվ սա այն է, երբ որևէ մեկը, որ ուզում է հանգարց մտքով չանցկացնի, որ կարող է հարձակվել քո երկրի վրա եւ հաջողություններ ունենալ, այլ հակառակը, շատ ավելի մեծ վնասներ կարող է տրվել։ Սա միայն պաշտպանությանն է վերաբերում, սա ոչ պատերազմի կոչ չէ, ոչ է սա։ Խաղաղություն ապահովելու լավագույն եղանակն է արդյունավետ պաշտպանության։ Շնորհակալություն։ Մերինյան Արմաթմեցյան, պարոն Թաթոյան, Ռոբերտ